Իրոճան կարավորի կարեչեն, կարեչեն, ասված պոլիսորշան, ուղակի ուզում եմ առաջիկ հետ վերական կաղանդել գրացումները, էցի կերպարով խոսեց, այսօր իրոք մարդկությունը հակված է մեկ մտքի վրա, ուզում է լսել, որ ասված իրեն սիրում է, ասված իրեն ներում է, բայց այսօր կա երկրորդ կողմը, Պողոս Արաքյալը հետևյալն է ասում, գիտեմ ում եմ հավատացել և համոզված եմ, որ իմ ավանդը կպահ։ Այսօր շատ հարաբերություններ միայն նայում են ասել մեկ կողմ։ Մինչև անգամ հասել են վիճակը, որ ասում են, որ Աստված 2000 տարի առաջ մեր փոխարեն զոհվեց, ինչ որ անենք պիտի ներվի, ոչ սիրելիս։ Եվ անդրադառնում եմ առաջի կետի հետևյալ մտքի վրա, որտեղ որ ամենակալ Տիրոջ խոսքը ինձ և քեզ հետևյալն ասում։ Եփեսուն ժողովրդին ասաց, դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է, նա նախանձով Աստված է, ձեր հանցանքները ու մեղքերը չի ներում։ Եհովայի մարգարության առաջի գլխի 2-րդ համարում գրված հետևյալ տողը. նախանձով և վրեժխնդիր Աստված է Տերը, վրեժխնդիր է Տերը և պարտության Տեր։ Վրեժ առնող է Տերը իր ոսողներից, պարտություն պահող իր թշնամիների դեմ։ Քուրս չեն, եղբայրներ չեն, ուղղակի ուզում եմ հասնել, ով է հակառակորդ կամ ով է ոսող կամ ով է թշնամի։ Մենք միշտ այս մտքի տակ նայում ենք մեկին, հակառակորդին մարդկության։ Բայց ուղղակի կուզեի, որպեսզի ես և դու տեսնենք հետևյալը։ Ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, երբ որ մենք կարդում ենք հետևյալ միտքը, եղբայրը հիշեցրեց, որ Մատթեոս ավետարանի մեջ ամենակալ ասված ինչ է ասում ինձ և քեզ 6:24, որ մարդը երկու տիրոջ չի կարող ծառայել, մեկին կսիրի, մյուսին կատի։ Հնարավոր չէ երկուսին էլ սիրել։ Եվ այսօր ամենակալ ասված ուզում է մեզ բերել հետևյալ կետին, երբ որ մենք ասող խոսքը չենք պահում, և ասված չէ մեր ամեն մեկի սրտի սիրեցյալը մենք թշնամի ենք ամենակալ Տիրոջ։ Սիրելի քույրս եղբայրս, ուղղակի ուզում եմ այս կետին ուշադրություն դարձնենք, ինչու համար ասում է դուք չեք կարող Եհովային պաշտել, որն է պատճառը։ Լավ, մենք միթե չենք պաշտում։ Այսօր երբ որ նայում ես հայ ազգը ամենն էլ կարծես թե պաշտում է։ Քույրս եղբայրս, ուղղակի ուզում եմ որպեսզի սա մենք տեսնենք։ Հովհաննես ավետարանի մեջ, երբ որ մենք կարդում ենք 3-րդ գլխի մեջ, ուշադրություն դարձրեք 16 համարը բոլորից սիրելի համար է, որտեղ որ գրված է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Բայց կարդում եմ 18 համարի մեջ հետևյալ միտքը. նրան հավատացողը չի դատապարտվել, իսկ չհավատացողը արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունը։ Եվ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, և մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չարին։ Քուրեր չեն, եղբայրներ չեն։ Ուշադրություն դարձեք ինչ միտք է ասում Հովհաննեսը մեզ ամեն մեկից։ Լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը։ Մարդը, երբ որ մեղանչում է, սկզբի պահին մեղքը հաճելի չէ։ Կամ այսօր շատ երիտասարդներ ուղղակի օրինակ գտան, որ ավելի պարզ են։ Երբ որ առաջ անգամ ծխել են, ծխը իրոք հաճելի չէ, կամ առաջ անգամ խմել են, այդ դառը ջուրը հաճելի չէ, բայց հետագայում մարդը սովորում է և դառնում է իրեն հաճելի։ Քուրեր չեն, եղբայրներ չեն։ Այսօր ամենակալ Աստված ուզում է մեզ բերել հենց այդ մտքին։ Լինում է պարակայք, որ ասում են, որ մարդը մեկից մերժես կամ այդ մարդիկ մեկից մերժեցին, որ սիրելիս։ Երեխային երբ որ ասում ես պապային է շատ սիրում թե մամային, պատասխանը մեկն է, կամ պապային կամ մամային։ Հիմա երբ որ ասում է պապային սիրում եմ, ինչ հարց հետևյալն է, մամային չի սիրում, որ սիրելիս։ Այսօր ամենամեծ խնդիրը սա է, որ մեր կյանքի մեջ կարծես թե մենք Աստծուն սիրում ենք, բայց միևնույն ժամանակահատված սիրելով աշխարհը ասում ենք մեկ վիճակի, որ մենք մերժում ենք ամենակալ Տիրոջ։ Եվ Աստծո խոսքն ասում է Մատթեոս 6:24-ը, որ մարդը երկու տիրոջ չի կարող ծառայել։ Եթե որ քո մեջ արդեն իսկ ձևակերպված է միտքը, որ աշխարհի մեջ կյանք կա, եւ դու ցկտում ես այդ կյանքին, կգա ժամանակահատված, որ դու Աստծուն ամբողջովին դու մերժես։ Հետաքրքիր մի հատ համար կա,
Գրված Առակաց 14-րդ գլխի 12-րդ համարում ինչ ասում ամենակարճ Տիրոջ խոսքը։ Կար ճանապարհ ուղի է մարդիս առաջին, բայց նա վերջը մահվան ճանապարհ։ Մենք հարց ենք տալիս, ամենաանմիտ անձնավորությունը իր ձեռքը վառած վառարանը մեջ կմտցնի։ Իհարկե ոչ։ Եվ այսօր ինչու համար մարդը գնում է այդ ճանապարհով, որովհետև մարդը հավատում է, որ այդ ճանապարհի մեջ կամ այդ վիճակի մեջ կյանք կա։ Երբ որ մենք կարդում ենք ամենակարճ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձրեք ինչ է մեզ սովորեցնում ամենակարճ Տիրոջ խոսքը։ Նայեք Երեմիա մարգարեության 2-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդում ենք, ամենակարճ Աստված ինձ քեզ հետևյալն է ասում։ Այսօր մարդիկ ինչու համար են այս վիճակին ցկտը։ Գրված է հետևյալը 13-րդ համար, որովհետև իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն փորձեց։ Ինձ կենաք ջրաղբյուրը թողեցին, որ իրենց համար որեր փորեն, ծաղծակ որեր, որոնք չեն կարող ջուրեր պահել։ Հիմա հարց եմ տալիս, մարդը ինչու համար է այդ ծաղծակ փորը։ Որովհետև այսօր մարդ հավատում է, որ կա աշխարհի մեջ կյանք։ Ոչ սիրելիս։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 1:21-ում հետևյալն էր ասում. ինձ համար կյանքը Քրիստոս է։ Այսօր ուրիշտեղ կյանք չկա։ Այսօր աշխարհի վրա մարդու ամենաերկար կյանքը 100 կամ 110 տարի։ Բայց ամենակարճ Աստված իր որդին չուղարկեց այս կա ժամանակահատվածի համար։ Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ 10 համարի մեջ գրված է. ես եկա որ դուք կյանք ունենաք եւ ավելի։ Որն է ավելի կյանքը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակարճ Աստված ինչ որ անում է, ամենը մեզ համար։ Եթե սա մենք նայում ենք մեր կյանքի մեջ ինչպես որ Արարատ եղբայրը շիծեց, նեղություն, տարություն, պրոբլեմ, ելի նորից մեր ամեն մեկի համար է։ Եվ ես կուզեի, որպեսզի ես եւ դու այսօր կարողանանք սա տեսնել։ Ինքը ամենակարճ Աստված ամեն բան անում է, որ մենք ժառանգենք հավիտենական կյանքը։ Եվ երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, Եսայի 42-ի 8 համարի մեջ գրված է. ես եմ Յովը, սա իմ անունը, եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տա։ Այսօր մենք այս փառքի տակ ինչ ենք հասկանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի եմ, որպեսզի ես եւ դու սա տեսնենք։ Գործք առաքելոց 7-րդ գլուխ 55 համար, երբ որ մենք կարդում ենք այնտեղ Ստեփանոսի մասին է, երբ որ Ստեփանոսին քարտուկացում ենք գրված է, որ երկինքը բացվեց եւ ինքը տեսավ Աստծո փառքը, եւ որն է Աստծո փառքը, որտեղ Հիսուս Քրիստոս հորաչակում է։ Հռոմեացիս 3:23, երբ որ մենք կարդում ենք գրված հետեւյալ տողերը. բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքիցը զրկվեցին։ Որն է Աստծո փառքը։ Սիրելիս, այսօր Աստծո փառքը, որ դու երկնքում լինես, որ իրեն հետ ապրես։ Բայց այսօր մենք ուրիշ մեկ փառք ենք ընտրում եւ մենք ուրիշ փառք ենք ձգտում։ Հովհաննես ավետարանի մեջ հիշում ենք 5-րդ գլխի մեջ ամենակարճ Աստված հետևյալն է մեզ ամեն մեկիս ասում։ Կարդում եմ 5:40 համարից. եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։ Ինչու համար մարդը չի գալիս, որն է պատճառը։ Շարունակության մեջ գրված է. ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստծո սերը չունեք ձեր անձերում։ 44 համար. ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից փառք եք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում։ Այսօր ես եւ դու հարց հետեւյալն ենք, ինչ ենք որոնում։ Աստծո փառքը, թե ժամանակավոր։ Շատ անգամ խոսվել է Եբրայեցիս 11-ի մեջ գրված 24 համարը խոսքը Մովսեսի մասին է։ Անձնավորություն, որ շատ խելացի, ամեն հնարավորություն ունեցող, բայց գրված է հետևյալ տողերը, ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի չարչավել, քան թե միակ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Սիրելի երիտասարդ, այսօր աշխարհի մեջ այդ զվարճությունը միակ ժամանակվա համար է, կարճ ժամանակահատվածի համար։ Այսօր հարցրեք մեծերին, տատիկներին, պապիկներին, իրենք էլ են ձեր տարիքին եղել, բայց հարց հետևյալն է, ինչպես անցավ կյանքը։ Շատ արագ։ Որից է մեկ ուրախություն մնաց, եղբայրը որ հիշատակեց այդ ուրախության մասին, եթե սոր Աստված ամեն մեկ խնդրանքի պատասխանը տա, 5 րոպետում մենք երջանիկ չենք։ Հիշում եք,
Տեր Հիսուս Քրիստոսը Հովանու ավետարան 16:24 համարում ինչ էր ասում։ Մինչև հիմա ոչինչ խնդրեցիք իմ անունով, խնդրեցեք եւ կառնեք, որ ձեր ուրախությունը կատարի անեք։ Իսկ ի՞նչն է կատարյալ ուրախություն։ Այսօր Աստված բազում պատասխաններ է տվել մեզ ամեն մեկից։ Աստված ողորմություն արել մեր ամեն մեկի խնդրվածքին, բայց հարցս հետևյալն է. այդ ուրախությունը, որ մենք պատասխաններ ենք, ինչքան է տևել։ Կա ժամանակահատված։ Ուրեմն այսօր նպատակը հետևյալն է, որ դու հավիտյանս հավիտենից այդ ուրախության մեջ ապրես։ Այսօր ծրագիրը, որ դու իրեն փառքի մեջ ունես։ Բայց այսօր Խոստն ասում է, այն փառքը, որ մոտ է, սա չեք որոնում։ Սա է պատճառը։ Այսօր ամեն մեկ անձնավորություն ձգտում է իրեն յուրովի մտածելակերպով իրեն կյանքը երջանիկ ան։ Սիրելիս, երջանկությունը Քրիստոսի մեջ է։ Երբ է ի հայտ գալիս ասորեն անխանձավորություն, երբ որ իր ստեղծագործությունը իրեն մերժում, ինքը երբեք իրեն փառքը մեկ ուրիշին չի տա։ Եվ ինքը ամեն բան արել է, որ իրեն փառքը պահի։ Եվ այսօր նորից եմ ասում, իրեն փառքը, որ դու ժառանգես հավիտենություն։ Եղբայրը նշանակեց, որ երեխայի համար ծնող ամեն բան կանի։ Իսկ ամենակալ Աստված մեզ ամեն մեկիս համար ամեն բան արել է, որ ես էլ դու ժառանգենք հավիտենություն։ Ես շատ անգամ ես համարին եմ անդրադառնում, ուշադրություն դարձեք, Առակաց գրքի մեջ մի հատ հետաքրքիր համար կա։ Այսօր երբ որ մենք խոսում ենք կամ վկայում ենք մարդկանց, ինչ ենք ասում ենք Աստված քեզ սիրում է։ Աստված սիրում է մարդը։ Աստված մարդու համար իր որդին զոհեց, բայց հետաքրքիր համար կա, 8-ին 18 համարի մեջ գրված է. Ես ինձ սիրողներին կսիրեմ, ինձ կանող որոնողները կգտնեն ինձ։ Ես ինձ սիրողներին կսիրեմ։ Հովանու 3:10 համար մենք կարդացինք, որ այնտեղ ասում է, որ լույսը ատեցի։ Հիմի հարց եմ տալիս։ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, ես ինձ սիրողներին եմ սիրում։ Իսկ եթե քո կյանքի մեջ այս վիճակն է, որ լույսը ատում ես, հարց եմ տալիս, քեզ կսիրի։ Այսօր մենք ունենք հետևյալ հոգեբանությունը, որը ինչ է, որ անենք Աստված սիրելու է։ Սիրելիս Աստված սիրել է մարդուն եւ մարդու համար իր որդին զոհել է։ Եվ այսօր Աստված պատրաստ է այդ մեղավոր մարդը, որ իրեն մերժել է, դարձիկը ապաշխարել եւ ընդունի։ Բայց եթե դու այսօր չես դարձի եկել եւ քեզ համար առաջնային Աստված չէ, ինչ ես մտածում, կսիրի։ Եթե սիրի, ինչի պիտի կորսվես։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից, քուրեր չեն, եղբայրներ չեն։ Այսօր երբ որ մենք նայում ենք, ամենի սրտի մեջ կա իրոք կուրք։ Մեր եսը, մեր մարմնավոր ցկտումները, մեր փառքը, որից է մեկ անձնավորություն։ Երբ որ մենք կարդում ենք Լուկաս ավետարան 14-րդ գլուխ, այստեղ Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է աշակերտության գնի վրայով։ Կարծես թե մի քիչ դժվարին է։ Նայեք ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ամեն մեկից։ 14-րդ գլուխ 26-27 համար։ Եթե մեկը ինձ մոտ գա եւ չաթե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, հենց իր ազնը նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ խաչը վեր չի անում, իմ ետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Սիրելիս, այսօր ուղղակիզում եմ, որպեսզի դու տեսնես, թե քո սրտի մեջ ինչ կա։ Այսօր ամեն մեկ անձնավորություն գիտի իրեն սրտի մեջ ինչ կա։ Որից է մեկ մարդ քեզ կյան չի կարող տալ։ Ոչ որից է մեկ տղա, ոչ որից է մեկ աղջիկ, ոչ պաշտոն, ոչ գումար, կյանքը Քրիստոսի մեջ է։ Հովանու թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք 5-րդ գլխի 11-12 համարների մեջ, ինչ ասում ամենակալ Աստված Հովհաննեսի շուրթերով ինձ եւ քեզ գրված է, եւ սա է Աստծո վկայությունը, որ կյանքը որդու մեջ է։ Եվ սա վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվա մեզ, եւ այդ կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Այսօր քո կյանքը կախված է սրանից։ Ինչ ապով քո մեջ Քրիստոս ձևակերպ է։ Ինչ ապով հավատում ես, որ Իրանից դուրս կյանք չկա։ Սա համար քուրեր չեն, եղբայրներ չեն, ուղղակի խնդրանք լույս մտածեք այս մասին։
ամեն ես է, ապրել ենք այդ ժամանակ հատվածը, ունեցել ենք ձեր տարիքը, ամեն մեկս էլ ունեցել ենք երազանքներ, բայց երբ որ նայում ես այդ ամենը փոշիացել։ Կան ամենը մեկ բան, որ է Քրիստոս։ Եվ հայտնության 21-ի 7 համար երբ որ մենք կարդում ենք, այնտեղ գրված է. ով որ հաղթե, ամենը կժարենք։ Իսկ որն է ամենը։ Այսօր ինչ ունենամ, որ ամեն բան ունեմ։ Մենք Քրիստոս։ Բայց այսօր մեր ցկտումը Քրիստոսը չէ։ Մենք ցկտում ենք մեկ ուրիշ վիճակի։ Հիշում եք Հռոմեացիս առաջի գլուխ, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ ամենակալ Աստված հետևյալն է ասում մեզ ամեն մեկիս։ Եվ ես կուզեմ, որպեսզի լուրջ մտածենք այս մասին։ Կարդամ մեր բոլորի շինության համար։ Թուրք Հռոմեացիս առաջի գլխի մեջ հետևյալն է ասում Պողոս Առաքյանը։ 23-րդ համար։ Ասոր փառքը փոխեցին երսաների մարտի, թռչունների, չորքոտանների, սողների պատկերի նմանություն։ Այսօր մենք ասոր փառքը փոխել։ Եվ մենք որ մտածում ենք, թե այդ փոխված վիճակի մեջ կյանք է, իհարկե կյանք չկա։ Թող Աստված ամեն մեկիս օգնական լինի։ Եվ ես կուզեի, որպեսզի այսօր մենք լուրջ խորենք այս մասին։ Ասոր բարգությունը կամ նախանցի գալիս են պահից, երբ որ դու երեսդ դարձում ես ամենակալ Տիրոջից։ Ուղղակի կուզեի դու ինքդ քո վրա այդ վիճակը մի պահ բերեր կամ մտածեր։ Որից է մեկ անձնավորության, որ ամեն կերպ կողքինս կանքանցերը ամենալավագույնս արել ես։ Եվ հանկարծ ինքը քեզ մերժի, հարց եմ տալիս, քո մեջ ինչ է կատարվել։ Այդ այսօր բարդ վիճակված լինի, գնաք ծերանոց, այնտեղ կտեսնեք մայրեր, հայրեր, որոնք որ իրենց զավակների համար ամեն բան արել են, բայց այսօր մերժված են, եւ իրենք ծերանոցի մեջ են։ Սիրելիս Աստված ամեն բան արել է քեզ համար, եւ ամենաթանկը որդին զոհել է, եւ ելի ամենաառաջնայինը քեզ քո փրկության համար, բայց դու այսօր չես տեսնում, որդու մեջ կյանք։ Ես շատ անգամ մտածում եմ, ավազակներից մեկը որն էր պատճառը, որ ապաշխարեց։ Ինչ դեր ունեցավ սկզբնական պարագայի մեջ, երբ որ մենք նայում ենք, այդ ավազակը հայում էր Աստծուն։ Ես մտածում եմ հետևյալ կերպ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա աղոթում եւ ասում էր հայր ների անկիտությամբ կենեն, այս պահից այս ավազակի սիրտը փոխվեց։ Եվ ինքը ընդունեց, որ ինքն է իրական կյանքը եւ խոսքերը սա է մեկնում եւ ասում. հայր Տեր, երբ որ կաս հորը տակարությամբ ինձ է հիշի։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Ուղղակի խնդրանք սա, որ ես էլ դու մինչև վերջ հավատարիմ մնամ։ Եվ երկրորդը, որ պիտի խոսվի եղբայրների կողմից, ընդամենը մեկ կարճ միտք եմ ուզում ասել, երկրորդ միտքը, որտեղ որ Պողոս Առաքյալն ասում է, որտեղ միտքս դրա չէ մեկ ուրիշ բան գտնալ ձեր մեջ, միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչված։ Ասում նպատակը սա մեր մեջ տեսնենք խաչված Քրիստոս։ Ավետիս եղբայրը բացատրեց խաչի մեկնությունը 103-րդ Սաղմոսի 11-12 համարները երբ որ կարդաք, գրված է այնտեղ հետևյալը, որքան որ բարձր է երկինքը երկրից վրա, այնքան զորավոր է նրա կուտը իրենից վախեցողների վրա։ Որքան որ հեռու է արևելք արևմուտքից, այնքան հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Սա է խաչի սիմվոլը։ Երկինք երկիր կապեց, արևելքից արևմուտք հեռացրեց։ Եվ ինք ուզում է մեր մեջ տեսնել այս կյանքը, այսինքն սուրբ կյանք։ Թող Տիրոջ անունը փառավորվի, տանք Տիրոջ առաջին, խնդրենք ամենակալ Տիրոջը